Ամերիկացի արվեստագետ Ուեյն Թիբոն իր յուրահատուկ ձեռագիրը գտել է 1960-ականների սկզբին ու այսօր ուզում եմ խոսել ու պատմել ձեզ այս հրաշալի գեղանկարչի մասին։ Ոնց տեսնում եք ձեր էկրաններին, Թիբոն իր կտավներում պատկերել է առօրյա առարկաներ ու ուտելիք, տորթեր, կարկանդակներ, հոթ-դոգեր, ծամոններ, սենդվիչներ, պանրի գնդեր ու այս ամեն ինչը շատ վառ ու ախորժելի գույներով։ Անկեղծ ասած, երբ առաջին անգամ տեսա Թիբոյի գործերը, միանգամից ախորժակս բացվեց ու մեջս մեծ ցանկություն ծնվեց փորձելու այդ տորթերը, հոթ-դոգերը, ծամոնները ու խմիչքները։ Հետաքրքիր ջերմություն ու նոստալգիա կա Թիբոյի կտավներում ու հենց դրա շնորհիվ է, որ ես սկսեցի հետաքրքրվել այս արվեստագետի աշխատանքներով։ Իմ կարծիքով այդ ջերմության ու նոստալգիայի զգացողությունը պատահական չէր, որովհետև Թիբոն իր նկարները ստեղծում էր հիշողությունով ու փոխանցում էր երիտասարդ տարիներին ճաշարանների, փառատոների ու ուղղակի փողոցային ուտելիքների այդ նոստալգիկ հիշողությունները։ Իր կտավներում Թիբոն օգտագործել է խիտ ներկեր, վառ գույներ ու օբյեկտների շուրջ պայծառ գույների լուսապսակներ էր ստանում, ինչի շնորհիվ առարկաները պատկերված են, ոնց բնորոշել է մի արվեստի մեկնաբան, շատ ճանաչելի ամերիկյան լույսի տակ։ Թիբոն իր կյանքի մեծ մասը անցկացրել է Կալիֆոռնիայում, հենց այնտեղ է ստեղծագործել ու իսկապես, եթե եղել եք Կալիֆոռնիայում, կարող եք նկատել ինչ-որ կալիֆոռնիական շունչ իր կտավներում։ 1962 թվականի Նյու Յորքում կայացած ցուցահանդեսը նրան անմիջապես հաջողություն բերեց ու իրեն սկսեցին համարել ամերիկյան փոփ արտ ուղղության հիմնադիրներից մեկը, բայց ինքը այդպես էլ չընդունեց այդ պիտակը ու ինքն իրեն համարում էր իլյուզիոնիստական ձևերի ավանդական նկարիչ։ Շատ եմ հավանել նաև Թիբոյի Կալիֆոռնիայի լանդշաֆտներ, սարեր ու ամռան օրեր կոչվող շարքերը։ Թիբոն իսկապես հրաշալի արվեստագետ է, ինքը շարունակում է ոգեշնչել շատերին, օրինակ այս հրուշակագործին, որը փորձել է իրական կյանքում ստանալ Թիբոյի նկարի տորթերը ու շատ լավ ստացվել է իր մոտ իմ կարծիքով։ Հուսով եմ մի օր կհաջողվի տեսնել Թիբոյի կտավները իրական կյանքում, նաև ասեմ, որ Թիբոն ապրել է 101 տարի եւ շարունակել է զբաղվել արվեստով մինչեւ խորը ծերություն։ Եթե հավանեցիք, լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք, գրեք մեկնաբանություններ, միգուցե արվեստի մասին նման վիդեոներ ավելի հաճախ սկսեմ անել։